Երևանի ամենամեծ վարձակալական տարածքը հենց այստեղ է։ Մանկական երկաթուղու տարածքն է շուրջ 60,000 քառակուսի մետր, որի ապագան անորոշ վիճակում է, քանի որ այն ընկերությունը, որը շահագործում է վարձակալությունը, սնանկության եզրին է, իսկ քաղաքապետարանի հետ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Այս հսկայական տարածքի տարեկան վարձավճարը կազմում է ավելի քան 800 միլիոն դրամ, բայց այսօր արդեն շուրջ 900 միլիոն դրամի պարտք է կուտակվել։ Բոլորը գրավել իրենց տեղերը, գնացքը շարժվում է հրահանգից հետո, մեկնարկ տվեց առաջին ճամփորդությանը։ Տարածքի վարձակալը մանկական երկաթուղի ՍՊ-ն պայմանագրով պարտավորվել էր ոչ միայն պահպանել շենքերն ու շարժակազմը, այլև ավելացնել կանաչապատ գոտիները, բայց իրականությունն այլ է։ Կայանը քայքայվում է, իսկ ծառերը չորանում։ Բայց այսօր խոսքը տխրության մասին չէ, այլ ուրախության։ Ռուսաստանյան Rutsog Invest հոլդինգը ներկայացրել է Երևանի մանկական երկաթուղու զարգացման մի նախագիծ։ Դեռ 2014-ին տարածքը մասնատվեց։ Շուրջ 400 քառակուսի մետրը ուղղակի վաճառքով օտարվեց ընկերությանը, իսկ մնացած 6 հեկտարի վարձակալության ժամկետն ավարտվել է 2025-ի հունիսին։ Մինչ իրավաբանները վիճում են, իսկ պարտքերը կուտակվում, զբոսայգին շարունակում է մնալ լքված։